Հայակվե նախաձեռնությունն ու քաղաքական եւ քաղաքացիական իրավունքների կոալիցիան ՄԱԿ-ի մարդու իրավունքներով զբաղվող Ժնևի գրասենյակ երկու զեկույց են ներկայացրել, որտեղ նկարագրել են հայաստանյան իրականությունը։ 2018 թվականից հետո տեղ ունեցել մի գործընթաց, երբ այն կազմակերպությունները, ՀԿ-ները, որոնք զբաղվում են այս թեմատիկայով, իրանք կամաց ձուլվեցին, կարելի ասել իշխանության մեկ ընդհանուր մարմին դառան, եւ սա հատկապես պարզ երևում էր այս տարվա ներկայացած մի շարք զեկույցներից։ Եվ դրա համար Հայաստանում հենց մարդու իրավունքների զբաղվող հասարակական նոր, ասենք ասեմ, կազմակերպությունների ի հայտ գալը բնական երևույթ էր։ Ինչ են պատմել հայ իրավապաշտպանները միջազգային հանրությանը, այն որ Հայաստանում վերջին տարիներին էական նահանջ է գրանցվել ժողովրդավարությունից։ Օրինակներից մեկը տեղական ինքնակառավարման մարմինների հանդեպ կիրառվող ճնշումն է։ Տեղի ունեն ընտրություններ, ժողովուրդը իր կամայտնությունը հայտնում է ինչ-որ եղանակով, սակայն քրեական գործերի տարբեր հնարքներով թիմերից անձանց փախցնելու եւ այլ եղանակով, տարբեր ընտրական կեղծիքների, վարչական ռեսուրսի չարաշահման արդյունքում վերջնական ձևավորում այնպես, որ պարզ է, որ համայնքի բնակիչները որոշել են, որ օրինակ պետք է անդիմությունը հաղթի այդ համայնքում, սակայն վերջնարդյունքում ստացվում է, որ իշխանական համայնքի ղեկավարը նշանակվում կամ այլ գործընթացների ընթացքում ընտրվում։ Արձանագրել են նաև խոսքի ազատության, մեդիայի գործունեության, հավաքների ազատության սահմանափակումներ, իսկ այս խնդիրների մասին բարձրաձայնող իրավապաշտպանները հիմնականում թիրախավորվում են։ Մարդու իրավունքների մասին երբ խոսում են կամ բարձրաձայնում են, միանգամից դա որոշակի խմբեր տանում են ընդդիմական դաշտ, քաղաքականացնում են եւ այսպեսով փորձում են այստեղ կանգնեցնել խոսակցությունը։ Իրավապաշտպանները հետաքրքիր դիտարկումներ են արել Հայաստանի ազգային զեկույցի վերաբերյալ, մինչ Ադրբեջանն իր զեկույցում հնարավոր բոլոր մեղադրանքները հնչեցրել է Հայաստանի հասցեին, հայկական կողմի որևէ փաստաթղթում Ադրբեջանի անունը որպես պատերազմական հանցագործի եւ Արցախում էթնիկ զտում իրականացրածի չկա։ Շեշտվում էր, որ տեղի ունեցել բռնի տեղահանում, որ պետությունը ստիպված է եղել գործ ունենալ փախստականների մեծ խմբի հետ, բայց չի շեշտվում այդ բռնի տեղահանումը ով է իրականացրել, ընդհանրապես դրա մասին խոսքը չկա, զեկույցում, որը շատ տարօրինակ է։ Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցն էլ ըստ իրավապաշտպանների մեծ մասամբ ընդհանրական է եղել։ Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցում ընդհանրապես ոչ մի խոսք չկար ոստիկանության ուրեմն գործողությունների մասին, ուժի կիրառման, որևիցե խոսք չկար ընդհանրապես խաղաղ ցույցերի մասին եւ ինչպես էին դրանք բանանում ճնշվում, ընդհանրապես խոսք չկա խոշտանգումների մասին։ 98 երկիր Հայաստանի վերաբերյալ դիտարկում առաջարկություն է արել։ Մասնավորապես Ավստրալիան շատ հետաքրքիր առաջարկություններ է արել, օրինակ կալանքի երկարատև այդ նախաքննական կիրառումը դադարեցնել, լրագրողների մասով լիքը առաջարկություններ կամ բազմաթիվը դադարեցնեն բռնությունները լրագրողների նկատմամբ։ Իդեպ նախորդ դիտարկման ժամանակ Հայաստանը 10 երկրից հանձնարարություն է ստացել հետաքննել խոշտանգումները եւ պատժել դրանք կատարած պաշտոնյաներին։ Արփնետ Համրազյան, Վահրամ Ստեփանյան, Լրաբեր։